պարոն Ղազենյան, ինչի մասին է, թե մենք առիթ ունեցել ենք զրուցելու, դուք նշել եք, որ անհիմն է, բայց ինչ ակնկալիք ունեք եւ առհասարակ ինչ է այսօր լինելու այստեղ։ Ոչ մի բանի մասին է, իշխանության վախերի մասին է, ակնկալիք չունեմ որպես այդպեսին, տեսել եք մի քանի օր առաջ ինչ արեցին, այնպես որ բացարձակ համոզված եմ, որ տալու են։ Ձեր քաղաքական ակտիվությունն են փորձում այսպես մեղմել, սրանով ձեզ իզոլացնել։ Կարծում եմ այո, այսպես չգերագնահատելով իմ անձը, բայց ուղղված է եւ իմ ակտիվության դեմ, եւ մեր քաղաքական ուժի տարբեր անոնսները տվել են արդեն, այնպես որ զարմանալի չի, գաղտնիք չի։ Լավ, ձեզ ընտրած քաղաքացիներին այս պահին ինչ ուղերձ ունեք։ Պինդ մնան, իրենց ընտրությանը հավատարիմ մնան, երկրին հավատարիմ մնան եւ ես համոզված եմ, որ հաղթանակ անպայման լինելու է, ինչ վերաբերում է մեր այն քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել փոքրիկ խմբակին, համոզված եմ, որ մոլորության մեջ են, իրենք էլ են մերը եւ ունենալու ենք անպայման շատ ուժեղ Հայաստան, որպեսզի այսպիսի բաներ չլինի։ Ղազենյան զայնագրության մեջ նշվում է, որ Ղազենյան դավոն 1.400.000 դրամը տվել է Արմանին։ Կպարզաբանեք նախ դուք եք Ղազենյան դավոն։ Առասարակ ճանաչում եք այդ զայնագրության։ Արմանը ով է։ Ենթադրում եմ Արմանը ինձ շատ մտերիմ անձ է, ենթադրում եմ, եթե այդ Արմանի մասին է խոսում, որևէ գումար որևէ մեկին չեմ տվել, ինչ վերաբերվում է զայնագրությանը, դուք էլ եք տեսնում, այնտեղ գլխավոր դերում Մաքրուին է, միշտ ես հումորով ասում եմ, լավա չեն ասում, ասել այս 1.4 ուրիշ բանի վրա չծախսեք հանկարծ, սա միայն ընտրակաշառքի գումար է, այսինքն չկա այստեղ իրավական ոչ մի բան։ Չկա այդպիսի գումար, ես չգիտեմ ով ում ատվ է ինչ արել, չկա այդպիսի գումար։ Նախ եթե անգամ տեսականորեն դա տրված լիներ, ինչ է նշանակում, ես մտել եմ տարածք կամ տվել եմ գումար ինչ-որ մեկին, ասել եմ սա ընտրակաշառքի գումար է, աբսուրդ է, էլի։ Պարոն Ղազենյան, ենթադրում եք, որ դա կալանավորվել է կանձորնամխելիությունից սրկելուց հետո։ Ենթադրում եմ, որևէ մեկից որևէ իրավական բան չեմ սպասում, որևէ մարմնից, նամանավանդ այս ճակերտների մեջ անկախ մարմնից, այնպես որ պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է։ Շնորհակալություն։